Անուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին նախագիծը, ներկայացվող նախագծի նպատակը ապրիլ եւ մայիս ամիսների համար ապահովելն է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, նախագծով առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 միլիոն դրամ։ Հիշեցնեմ, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավել տարի դասակարգված է անհուսալի դասով եւ միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով, սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավել, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը։ Դիմումների ընդունման ժամկետը սահմանված է եղել փետրվարի 1-2025 թվականի, մեկնարկել է այս գործընթացը եւ վերջնաժամկետ սահմանված է 2026 թվականի հունվարի 31-ը։ Ուզում եմ փոքրինչ վիճակագրական տվյալներ հնչեցնել։ Այս պահի դրությամբ դիմել եւ դիմումը բավարարվել է 3594 անձի համար։ Մարտ ամսին վճարվել է փետրվարին դիմաց եւ հաստատված թվով 1896 անձի համար աջակցություն, որի դրամական չափը կազմում է 70 միլիոն դրամ։ Մարտին դիմել շահառու է դարձել եւս 1072 անձ, որոնց համար հետագա վճարումը կկատարվի այս ամսվա վերջում։ Արդյունքում մենք ունենանք 2968 անձ, ովքեր փետրվար-մարտ ամիսների համար արդեն ծրագրի շահառու որպես կստանան վճար։